Արցախայցյան նկատմամբ պետական ատելություն ասեցիք, պետական մակարդակով ատելություն։ Դե ներողություն, սա ուղղակի կներեք էլի անձնապես ձեզ չեմ ասում, բայց այսպիսի բան պնդելը անպատկառություն է, ես ուրիշ բառ չգիտեմ ոնց բնութագրեմ, էլի եթե փորձեմ էլի բառեր գտնել, մենակ ասածիցս ավելի վատ մագդիրներ կլինեն։ Հայաստանի Հանրապետությունը ամեն ինչ արեց, որ չլինի բռնի տեղանությունը։ Հայաստանի Հանրապետությունը ամեն ինչ արեց, որ այնտեղ ուղիղ երկխոսություն ձևավորվի։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը արդեն բռնի տեղանությունից հետո ամեն ինչ արեց, որ մեր սիրելի, ես բառացի մեջ բերում, քույրերը եւ եղբայրները բռնի տեղանված իրենց բոլոր առաջնային կարիքները հոգալու, բոլոր հնարավոր գործիքները ունենան։ Այն որ բոլոր մեր միջազգային գործընկերներին, որ ասում ենք, որ մենք երկրորդ բանի հագուստ չենք տալիս, հագուստ չենք տալիս, մենք չգիտեմ, մի բուր բրինձ չենք տալիս, մենք փող ենք տալիս, որը կբավարարի հագուստ գնելուն, որը կբավարարի իրենց նախընտրած սնունդ առնելուն, այն որ հիմա բնակարան շինության համար այդպիսի գումարներ են հատկացվում, կարող լիներ ավելի շատ, է պարզ է, տնից տեղից զրկված մարդիկ են, այսինքն ինչքան էլ ֆինանսական ներարկում անես, դա կպահանջի ավելին, ինչքան շատ այնքան լավ, հասկանալ է, զրոյից նոր կյանք են հիմնադրում, շատերը հյուսիսային պողոտաները իրանցն են և բիզնեսներն ու գործարաններն են իրանցը և մեծ գործարանները, բայց դե ասենք ռացիոնալ, սթափության մակարդակում, էլ եմ ասում, ես չեմ ասում, մեր միջազգային գործընկերներ են ասում, որ բոլոր անհրաժեշտ քայլերը արվել են եւ արվում են, եւ այդքանից հետո մեղադրել Արցախայցյան նկատմամբ պետական, ուրեմն ատելության, ես մոտավորապես չեմ վախենում բանավեճից, ես հասկանում եմ ինչ եք ակնարկում, ուզում եք խոսակցությունը տանեք երեկվա միջադեպին, եթե ուզում եք ասեք, ես էլ կասեմ, այնքան կասեմ, որ ձեր միկրոֆոնը կհոգնի, բայց շատ բան կա ասելու, բայց չեմ ուզում հիմա այս վարկանին առաջ անցնել։